պարտատեր ծառայի առակը։ Դրա համար երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներ իրեն հաշիվ տան։ Եվ երբ սկսեց հաշիվ տեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որ պարտքեր 10,000 քանքար։ Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել իրեն, իր կնոջը, որդիներին, ամբողջ ունեցվածքը եւ հատուցել։ Այդժամ ծառան ընկավ նրա առաջ, երկրպագում էր նրան եւ ասում. «Տեր, համբերատար եղիր իմ նկատմամբ, եւ բոլորը կհատուցեմ քեզ»։ Տերն այդ ծառային գթած, արձակեց նրան եւ պարտքը նրան ներեց։ Երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն 100 դինար էր պարտք, բռնեց նրան եւ խեղդում էր ասելով. «Պարտքդ վերադարձրու»։ Այդ ժամանակ ծառայակիցը նրա առաջն ընկավ, աղաչում էր նրան եւ ասում. «Համբերատար եղիր իմ նկատմամբ, եւ բոլորը կհատուցեմ քեզ»։ Բայց նա չկամեցավ, այլ գնաց եւ նրան բանտ գցեց, մինչեւ պարտքը հատուցեր։ Երբ նրա ծառայակիցները տեսան պատահածը, շատ տրտմեցին եւ եկան, ամեն ինչ հայտնեցին իրենց տիրոջը։ Այդ ժամանակ Տերը նրան իր մոտ կանչեց եւ ասաց. «Չար ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետեւ դու ինձ աղաչեցիր։ Պետք չէր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի»։ Եվ Տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ Այդպես էլ իմ երկնավոր հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուր իր եղբոր հանցանքները սրտանց չների։